Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, հիշեցնեմ, որ մեզ կարող եք հետևել նաև armradio.am կայքի on-line ռեժիմով, live stream-ի տարբերակով եւ դիտել եւ լսել հնարավոր է, ահա այս հարթակում, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են ես առողջ եմ բաժնում, ահա այս նույն կայքում, եթե բաց եք թողնում ուղիղ եթերը, հնարավորություն կա լրացնելու ձեզ հետաքրքրող թեման լսելու ահա այստեղ։ Եվ իհարկե հենց հիմա հրավիրում եմ Facebook-յան հարթակ, ինչպես միշտ հայտարարված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում live stream-ի տարբերակով մեզ դիտելու մեկնաբանությունները բաց են, կարող եք այնտեղ հարցեր, դիտարկումներ թողնել, թեման շատ կարծում եմ քիչ քննարկվող է, չնայած մի քիչ հիմա մեր հյուրերից մեկի մանկական գինեկոլոգի ջանքերով սոցցանցերում այն ակտիվություն է ձեռք բերել, խոսքը մանկական օնանիզմի մասին է եւ ներկայացնեմ այն հյուրերին, ում հետ զրուցելու ենք այս բավականին բարդ եւ պրովոկատիվ եւ հակասական արձագանքներ ունեցող թեմայի մասին, որը սակայն կարծում եմ շատ պետքական է։ Այսօր կենտրոնանալու ենք աղջիկ երեխաների, աղջիկ դեռահասների ուղղությամբ, քանի որ զրուցելու ենք մանկական գինեկոլոգ Լիաննա Քոչարյանի, ողջույն Լիաննա։ Ողջույն։ Եվ երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մանկական հոգեբան Գոհար Բարխուդարյանի հետ, ողջույն Գոհար։ Ողջույն Լուսի։ Պատրաստ եք այս բարդ թեման քննարկել։ Իհարկե։ Կարծում եմ մենք չպիտի վախենանք բարդ թեմաներից եւ ես որպես լրագրող, ով պետք է իր պարտքն է բարձրաձայնել ահա այն թեմաները, որոնց շուրջ քիչ է խոսվում, միֆերը, մոլորությունները շատ են, սխալները շատ են, արձագանքները երբեմն վատ եւ ճակատագրական են ծնողների կողմից։ Դե դուք էլ իմ ճանաչած լավ մասնագետներից եք, ում ես կվստահեմ, որպեսզի գիտելիք ստանանք մենք։ Եվ այսպես, ինչ պետք է հասկանանք մանկական օնանիզմ ասելով, դա որ քայլերի, որ գործողությունների շարքն է ընդհանրապես ինչպես ծնողը կամ հենց ինքը դեռահասը, միգուցե կամ ավելի կրտսեր տարիքի երեխան ճանաչի այս երևույթը, ինչ է դա, սկսենք երևի մանկական գինեկոլոգից։ Ես որպես մանկական գինեկոլոգ շատ եմ կարևորում նմանատիպ հանդիպումները, հատկապես միշտդիսցիպլինար, երբ որ տարբեր մասնագետներ են հավաքվում, այնպես որ շնորհակալ եմ հրավերի համար, եւ այո, ամենաակտուալ եւ ժամանակակից թեմաներից մեկն է մանկական անանիզմը, որը որ հիմնականում շատ ծնողներ թաքուն են պահում, կարելի ասել, կամ կիսվում են իրենց խիստ հարազատ մարդու հետ եւ չեն ուզում նույնիսկ այցելել մասնագետի։ Այստեղ շատ կարեւոր է ճիշտ իրազեկումը եւ ժամանակին ու գրագետ մասնագետի դիմելը, արդյունքում երեխան կլինի ավելի պաշտպանված, առողջ եւ նաեւ միջավայրին հարմար։ Ինչ է ինձ ներկայացնում մանկական օնանիզմը ըստ գինեկոլոգիական տեսակետի կասեմ, իսկ այնուհետև թող մեր հոգեբանը արդեն իր նկատառումները հոգեբանական առումով ասել։ Մանկական օնանիզմ ինքս գնահատում եմ այսպես, երբ որ երեխան որոշակի հաճախականությամբ եւ ինտերվալներով ձեռքը տանում է արտաքին սեռական օրգանների շրջան եւ պարտադիր չէ, որ միայն ձեռքը տանի, կարող է տարբեր գործիքներ լինի կամ ուղակի տան որևէ հարմարանք հարմարեցնի իրեն ու ինչ որ շարժումներ է անում, արդյունքում դրսևորվում է նաև ամբողջ մարմնով դիտվում է քրտնելու երևույթը եւ ընդհանուր մարմնով մեկ կարմրությունը։ Ընթացքում կարող է նաև որոշակի ձայներ հանի կամ չհանի, այսպես ասած, եւ արդյունքում ծնողները կամ դայակը կամ դաստիարակը կամ տվյալ պահինով երեխայի հետ է լինում, արդեն գնահատում են որպես սեռական հաճույք, այսպես ասած, երեխան զբաղվում է ձեռնաշարժությամբ, հաճախ նաև այդ տերմինն են օգտագործում, ինքնաբավարարում է իրեն եւ այսպես այսահարված դիմում են իրենց ամենածանոթ, ոչ միայն ծանոթությունը այստեղ կարեւոր, այլ այնպիսի մեկը, ում կվստահեն եւ արդյունքում չի հանրայնացվի տվյալ խնդիրը իրենց ընտանիքում։ Նույնիսկ ընտանիքի ներսում միանշանակ, այո, շատ հաճախ ասում են, որ եթե papan իմանա, գիտեք ինչ կանի երեխային կամ ինչ որ այդպիսի մի բան, այլ չեն փորձում քննարկել ու հասկանալ ինչու՞մն է կայանում իրենց մոտ բացը, ինչով է պայմանավորված այդ թերացումը էլ չասեմ, այդպիսի խնդրի առաջացումը այսպես կամ արձագանքը միգուցե եւ չխոսելը եւ ինչու է ծնողի մոտ այդպիսի զգացողություն առաջանում այդ բավականին կարծում եմ անխուսափելի երևույթի նկատմամբ Գոհար ինչ կավելացնեք ձեր դիտարկումները որպես մանկական հոգեբան։
Ինչպես արդեն նշվեց, մանկական օնանիզմը մեծահասակների մոտ բուռն անհանգստության եւ պոռթկման առիթ է հանդիսանում եւ հաճախ հենց այս արձագանքը պայմանավորված է նրանով, որ մենք մեծահասակներս չունենք բավարար սեռակրթություն, որպեսզի ճիշտ արձագանքենք տվյալ խնդրին։ Մանկական օնանիզմը երեխայի կողմից երեխայի մոտ սեռական օրգանը արհեստական գրգռելու գործողություն է, որի արդյունքում երեխան հաճույք է զգում, կարելի է ասել ինքնակարգավորվում եւ հանգստացնում, թուլացնում է գերլարվածությունը։ Ընդ որում գերլարվածությունը կարող է պայմանավորված լինել կամ ունենալ ֆիզիոլոգիական եւ հոգեբանական հիմքեր, որոնց որ մենք անդրադառնալու ենք։ Հիմնականում այսպես կարելի է նկարագրել օնանիզմի դրսևորումները եւ հաճախ կապ չունի ծնողը, դաստիարակները, կրթության ոլորտի տարբեր մասնագետները չգիտեն ինչպես արձագանքել, գրագետ արձագանքել նման դրսևորումների ժամանակ։ Մի այսպիսի հարց բոլորի մասին թերևս, չէ՞ որ մեծահասակները եղել են այդ բոլոր տարիքներում եւ միանշանակ իրենք նույնպես իրենց կողմից են ծավալել նման գործունեություն, ինքնաբավարարման կամ օնանիզմի մասին է խոսքը եւ տեղյակ են եղել իրենց շուրջ իրենց տարիքի երեխաների հետ խոսակցություններից, թեմաներից, կարող եք բացատրել ինչ է կատարվում, մեծերը մոռանում են, որ մեծանում են, որ իրենց հետ նույնն է եղել գրեթե եւ իրենք անցել են այդ ամեն ինչի միջով։ Ձեզ հետ ինչպես են կիսվում մեծահասակները։ Կամ դուք հարցնում եք, ասում եք, չեք հիշում, կամ հղում եք տալիս մեծերին, որ մենք չէ, որ մենք գիտենք դա ինչ է եւ անցել ենք դրա միջով եւ արդեն փորձառու ենք այդ թեմայում։ Ինչ կասեք։ Հաճախ նման հարցը իսկապես օգտակար է լինում ծնողներին եւ նրանք տվյալ պահին փորձ են ունենում վերհիշելու եւ մի փոքր երեխայի հոգեվիճակը հասկանալու համար։ Իհարկե երեխաները տվյալ իրավիճակում ավելի շատ ինքնակարգավորում են եւ կարեւոր է որ ծնողները փորձեն հասկանալ արդյոք նման դրսևորումը երեխայի մոտ ինչով է պայմանավորված։ Միգուցե երեխային անհանգստացնում է սեփական մարմնի քորը, միգուցե անհանգստացնում է մռմռոցի զգացումը կամ հակառակը կարող է երեխան անհանգիստ է այն պատճառով կամ նյարդային է, որովհետև բավարարված չէ ինչ որ կարիք իր մոտ, օրինակ ուշադրությունը չի ստանում բավարար չափով, օրինակ սեր չի ստանում ընտանիքում կան կոնֆլիկտներ կամ երկրորդ երեխայի ծնունդն է պատճառ հանդիսանում, որ երեխան խանդ ապրի եւ հատկապես այն երեխաները, ովքեր որ մեծ չափաբաժնով ուշադրություն են ստանում, բնականաբար տվյալ շրջանում բավականին լուրջ ապրումներ են ունենում, որը որ կարող է հանգեցնել Լիաննա, ձեր տպավորությունն ինչպիսին է, ավելի շատ հոգեբանական, թե զուտ ֆիզիոլոգիական հաճույքը նկատելուց հետո է սկսվում պարբերաբար տեղի ունենալ մանկական օնանիզմը։ Ուզում եմ հասկանանք մենք դա հաճույք զգալու պահանջմունքն է, թե խնդիրներ լուծելու ստիպված գործողությունն է, ինչ է ձեր փորձը հուշում։ Փորձը առհասարակ իմ փորձը երկու տարբերակն էլ չի բացառում, բայց հիմնականում կարծում եմ, որ հիմքում որևէ ախտաբանական process է ընկած լինում, օրինակ որպես մանկական գինեկոլոգ կարող եմ ասել, որ այդ հատվածում մի շարք խնդիրներ կարող են ի հայտ գալ եւ առհասարակ անտեսվեն ծնողի կողմից կամ ծնողը պարզապես լինի գերուշադիր, ուղղակի տեղյակ չլինի արտաքին սեռական օրգաններ ինչպիսի կառուցվածք ունեն եւ այդ հատվածում ինչը կարող է խնդրի պատճառ
պատճառ դառնալ։ Օրինակ շատ դեպքերում նույն սեռական մեծ եւ փոքր շրթերի կպումները կարող են բերել մանկական օնանիզմի երևույթներին, մեկ այլ դեպքում կարող են բորբոքային process-ները, նույն արտադրությունը, քորը, դիսկոմֆորտը, մռմռոցը, դրանք կարող են բերել մանկական օնանիզմի երևույթների առաջացման։ Կարող է սխալ ընտրված հագուստն էլ պատճառ դառնալ մանկական օնանիզմի դրսևորմանը։ Երբեմն ունենում ենք նաև կուսաթաղանթի պոլիպներ եւ պոլիպանման գոյացություններ, ու նաև հեշտոցից ծնվող պոլիպներ, որոնք որ եւս բերում են մանկական օնանիզմի առաջացման։ Քանի որ այնտեղ օտար մարմին է եւ բնականաբար ցանկացած օտար մարմին մարդիկ փորձում են ցանկացած անձ փորձում է կարգավորել իր այդ հատվածի ճիշտ բնականon ընթացքը, այո, ինքնազգացողությունը եւ այդպես մեխանիկորեն ձեռքը տանելով այդ հատված նկատում են, որ այնտեղ ինչ որ հաճույքանման որևէ ակնթարթներ է առաջանում երեխայի մոտ եւ բնականաբար հետո փորձում են նույն հիշողությունները ապրել, հատկապես եթե կա նաեւ հոգեբանական խնդիրներ կամ ընտանիքում որևէ կոնֆլիկտային իրավիճակ կամ ինչպես արդեն նշվեց երկրորդ բալիկի լույս աշխարհ գալը, որովհետև դա մեծ նշանակություն ունի մանկական օնանիզմի դեպքում։ Այստեղ կուզենամ անդրադառնալ հենց հիգիենիկ ճիշտ լոգանքի գելերի ընտրությանը, անպայման խորհրդակցեն, պարտադիր չէ ամեն անգամ այցելել մանկական գինեկոլոգի, կարող են դիմել թեկուզ իրենց տեղամասային կամ իրեն հսկող մանկաբուժին կամ մաշկաբանին եւ ընտրել ճիշտ հիգիենիկ միջոցներ, ճիշտ մարմնի գելեր, լոգանքի գելեր եւ պարտադիր նաեւ եթե ունենք մաշկի չորություն կամ նմանատիպ գանգատներ, պետք է պարտադիր օգտագործել տարբեր խոնավեցնող քսուկներ։ Կարևոր է նաեւ ճիշտ միջադիրների դեմ իհարկե մեծ տարիքում, իսկ փոքր տարիքում ճիշտ տակդիրների եւ չափին համապատասխան ամեն տարիքային խմբին ու քաշին համապատասխան տակդիրների, ներքնաշորերի, վարտիքների կիրառումը ու նաեւ կարևոր է որպեսզի հայերեն տարբերակ ուղակի չգիտեմ, կալգոտկաներ եւ ռետուզների ճիշտ ընտրությունը առանց կարերի եւ այդ հատվածում կոպիտ խնդիրների, որպեսզի հետագայում երեխան իրեն կոմֆորտ զոնայում զգա։ Եվ ավելորդ տրիգերներ, նորաձև բառով ասեմ, չլինեն զուտ ավելորդ եւ անիմաստ ուշադրություն չգրավեն։ Եկեք սակայն այստեղ տարիքին էլ անդրադառնանք, որ տարիքից են առաջին անգամ նկատվում բարբերաբար ձեռք տալը սեռ օրգաններին, շոշափելը, ճանաչելը եւ այլն, եւ որ տարիքից արդեն կարող է նաեւ բարբերաբար ձեռնաշարժությունը նկատվել։ Եվ նորմայից խոսանք, եւ որն է օրինակ շատ շուտ, որ պետք է անհանգստանալ։ Գոհարից այս անգամ սկսենք։ 1 տարեկանից սկսվում է երեխաների ակտիվ հետաքրքրությունը սեռ օրգանների նկատմամբ եւ երեխան փորձ է անում ճանաչելու սեփական մարմինը։ Ձեռքը, ոտքը եւ շատ տրամաբանական է, որ երեխայի ուշադրության դաշտում հայտնվելու է նաեւ այն հարցը, թե ինչ կա փորիկից ներքև։ Ակտիվ հետաքրքրություն ծնողները դիտում են երեխաների մոտ, երբ նրանք այդպես առանձնապես տարված են լինում սեռական օրգաններին ձեռք տալու 2-ից 3 տարեկանում։ Եվ շատ կարևոր է, որ մենք ճիշտ արձագանքենք նման դեպքերում, որպեսզի չխորացնենք, հա, այո, երեխան կարող է ինչ-որ մի պահի ունենալ հաճելի զգացողություններ եւ եթե մենք դրան շատ բուռն արձագանքենք կամ բարկանանք կամ արգելենք անել նման գործողությունը, բնականաբար երեխայի մոտ ավելի են գրգռելու հետաքրքրություն, ինչու հենց այս գործողությունը ես չեմ կարող անել, եւ նա, ինչպես ասում են, արգելված պտուղը քաղցր է, երեխան ուզենալու է իմանալ ինչու է սա արգելված։ Եվ գրագետ մոտեցումը կլինի այն, որ ծնողը կարողանա տվյալ պահին շատ մեղմորեն, ոչ կպչուն տարբերակով երեխայի ուշադրությունը շեղել այլ բանի վրա։ Ընդհանուր առմամբ, երբ մենք խոսում ենք մանկական օնանիզմի մասին, նկատի ունենք երեխայի կյանքի 1-ից 8 տարեկան ընկած ժամանակահատվածը։ Երբ երեխան այնքան էլ չի կենտրոնանում, երբ դիպչում է սեռական օրգաններին, երբ օրինակ մուլտֆիլմ է դիտում կամ տարված է մեկ այլ գործողությամբ կամ երբ ձանձրանում է, բնականաբար այս դեպքում մենք մանկական օնանիզմի մասին չենք խոսում։ Բայց երբ ծնողը նկատում է, որ երեխան շարունակ եւ շատ հաճախ կարող է ձեռքը տանել սեռական օրգանին եւ նաեւ այո ունենալ որոշակի զգացողություններ, այս դեպքում
ճիշտ արձագանքի դեպքում արագ անցնում է երեխայի մոտ հետաքրքրություն, նա հետաքրքրվում ճանաչում է եւ կարելի ասել այս ընթացքը անցնում է երեխայի մոտ։ Դա 8 տարեկանի արձագանքի մասին է, այսինքն մինչև 8 տարեկանը ծնողի միսիան, այսպես ասած, տենց փափուկ ուշադրությունը շեղելն է, որովհետեւ նորմալ չի համարվում, հա, մանկական օնանիզմը այս տարիքում կարող է վնասել, ուզում եմ մենք վտանգը ռիսկերը հասկանանք, էլի ինչու է պետք շեղել եւ անցկացնել եւ հասնել նրան, որ այլևս չկրկնվի այդ երևույթը։ Եթե մենք շատ բարկանանք եւ ուշադրություն տանք, ընդհանրապես ինչին մենք որ վարքագծին երեխայի բուրըն արձագանքում ենք, հույզեր ենք տալիս, դա կլինի դրական թե բացասական, մենք ամրապնդում ենք նման վարքագիծը։ Եվ երբ մենք մեծ չափով ուշադրություն դրան չենք տալիս եւ հակառակը թեթևանցում ենք անում, ապա տվյալ դեպքում ինքը չի վերածվում արդեն կպչուն գործողության, այսինքն նորմա է այն պարագայում օնանիզմը, երբ երեխան ճանաչում է, հետազոտում է մարմինը եւ անցում է անում, հա, իսկ նորմա չէ արդեն այն դեպքում, երբ դա շարունակական կրկնվող գործողություն է դառնում եւ երեխային հնարավոր չի լինում օրինակ շեղել։ Լինում են դեպքեր, երբ դասապրոցեսի ընթացքում երեխան կարող է ձեռնաշարժությամբ զբաղվել, այսինքն այնքան հաճախ է ունենում ինքը գելարվածությունը պարպելու կարիքը, որ նման իրավիճակում չի կարողանում ինքը իրեն կանգ տալ, հա, չի ունենում։ Կյանքի որակի վրա է սկսում արդեն ազդել, իր ուսումնական process, սովորական կենցաղային գործեր եւ այլն, այսինքն սա ենք մենք խնդիր դիտարկում որպես լավ, իսկ դուք ինչ կասեք մինչև 8 տարեկանը եւ արդեն դեպի դեռահասության տարիքը, որովհետեւ կարծում եմ արձագանքները այստեղ պետք է տարբերվեն, չեն կարող չտարբերվել, երեխան ավելի մեծ է, ավելի հասուն է, հասկանում է, հաճույքն էլ գիտակցում է, լրիվ ուրիշ կերպ, ինչ կասեք։ Ես կասեմ, որ հատկապես ավելի բարդ է լինում խառ ընտանիքներում, երբ որ տատիկ, պապիկ, հորաքույր, մորաքույր են, այո, լինում, այս պարագայում, եթե մայրիկը նույնիսկ ճիշտ է գիտակցում, սովորաբար մեղադրական ինչ-որ վեճեր են լինում, քննարկումներ, որը միանշանակ անդրադառնում է երեխայի վրա, որովհետև մեղադրվում միանշանակ մայրիկը, միշտ մայրիկն է մեղավոր, ցանկացած երեխայի բացասական վարքագծի հետ կապված, երբ որ երեխան ճիշտ քայլ է անում, բնականաբար բոլորը դրանում իրենց մասնակցություն ունեն, բայց սխալ քայլի դեպքում միանշանակ միայն մայրիկն է, այո, մեղավոր եւ այս պարագայում ես գտնում եմ, որ առհասարակ ճիշտ է այդ դեպքում պետք է անպայման տատիկին կամ հորաքրոջը կամ չգիտեմ պապիկին անպայման բերել մասնագետի եւ ինքը առաջինը ինքը ստանա ճիշտ եւ գիտակից այն ինֆորմացիան, որը որ վերաբերվում է հենց տվյալ թեմային, քանի որ հեղինակավոր խոսքի կարիք են ունենում, որ մասնագետն ասած, չէ, մեկ-մեկ դա ազդում է մեր ընտանիքներում, որ բժիշկն է ասել կամ հոգեբանն է ասել եւ այդտեղ թեմաները փակվում են, այլ ոչ մեկի բանի այդ իշխանության վրա չի ինքնահաստատվում։ Հա, այո, շատ ավելի լավ կլիներ, որ այդպես ընկալվեր, բայց իրականում այդպես չի, ես փաստորեն լավատեսեմ։ Ասում են, որ մաման իր ցանկություններն է ավելի շատ հիմա բարձրաձայնում եւ իրականում այդպես չի, առհասարակ երեխան ձեռք իրավունք չունի տանել արտաքին սեռական օրգանների շրջան, պետք չի այդպես անել, բարկանում են, նույնիսկ ծեծում են երեխաներին շատ հաճախ, տարբեր պատժի միջոցներ են կիրառում եւ այլն եւ արդյունքում այո, ինչպես ասեց մեր հոգեբանը, ավելի է խորանում հարցի իրական էությունը եւ սովորաբար արգելված պտուղը բոլորի համար ավելի ցանկալի ու քաղցր է լինում ու այսպես ավելի տրավման էլ ավելի է խորանում, նույնիսկ կարող են լինել դեպքեր, որ վերածվում է վագինիզմի կամ առհասարակ արտաքին սեռական օրգանների ճիշտ խնամքի միջամտությունը երեխայի կողմից արդեն անընդունելի եւ անիրականանալի լինի։ Ուստի խորհուրդ կտամ, որ որոշակի հիմա շատ մեծ ինֆորմացիա կա, կարող են օգտվել գրագետ կայքերից ու մարդիկ լինեն տեղեկացված, այստեղ կարևոր չի եւ կրթական մակարդակը եւ իրենց կյանքի փորձը կարևոր է, որ տվյալ թեմայի մասին իրենք
ճիշտ ձևով մասին ճիշտ ինֆորմացիա ստանան եւ ճիշտ ձևով ընկալեն եւ նաեւ դրանով նպաստեն, որ հետագայում երեխան որևէ հոգեբանական խնդիր չունենա եւ նաեւ գանգատը չանտեսեն, քանի որ սովորաբար երբ որ դիմում են բժշկի, իրենք ասում են կոնկրետ իմ պացիենտներն այդպես են ասում, որ խնդիրը տեսել եմ արդեն 6 ամիս է, որ անդադ ներքնաշորը թրջվում է կամ տեսել են, որ գիշերը կամ ցանկացած ժամի կարող է միզել տակը կամ ինչ-որ մի բան ու հետո արդեն ծայրահեղ դեպքում նոր իրանք դիմում են բժշկի, քանի որ հարևանի տատիկն ասեց, որ դա նորմալ է, մենք քննարկեցինք մի քանիսի հետ ասեցին ամեն ինչ նորմալ շրջանակում է եւ արդյունքում իրականում այդ կարճ ժամանակը, որ ավելի ճիշտ կլիներ ժամանակին դիմել, ախտորոշել եւ լիքը հետագայում խնդիրներից խուսափել, իրականում ավելի մեծ ժամանակ է պահանջվում, ավելի մեծ ռեսուրսներ եւ բնականաբար ավելի շատ եւ նյարդեր եւ նաեւ միջոցներ է օգտագործում նման խնդիրը շտկելու համար։ Լիաննա, իսկ ռիսկ կա հատկապես փոքր տարիքի դեպքում, որ կխախտվի հիգիենիկ վիճակը, այսինքն օտար մանրէների ներմուծում, տարբեր առարկաների օգտագործում եւ այլն, մի փոքր այս ռիսկերի մասին էլ երևի խոսենք։ Ինչ հիգիենիկ վտանգներ կան այստեղ։ Միանշանակ ռիսկը կա, այո, հիգիենիկ վտանգների, այստեղ միգուցե հիմա շատ պրիմիտիվ ինչ-որ բաներ ասեմ, բայց նույն պամպերսի նույն տակդիր իրեն կարող են մի քանի անգամ հագցնել, օրինակ արթնանա երեկոյան դրված տակդիրը դեռ թրջված չլինի ու մտածեն, որ դա նորմալ է, կարևորը չի կեղծոտվել ու նորից օգտագործեն։ Մի պարագայում դա կարող է լինել, մեկ այլ պարագայում կարող են ուղղակի տարբեր, այսպես ոչ ճիշտ ինչ-որ իրեր օգտագործել, այդ հատվածը կապել, ինչ-որ մազերով, մազարմատները իրար փաթաթել, կարող են տարբեր օտար մարմիններ ներմուծել արտաքին սեռական օրգանների շրջան եւ հետագայում իրականում դա բերի մի շարք խնդիրների առաջացման։ Այստեղ կարեւոր է նաեւ ճիշտ քսուկների կիրառումը, որովհետեւ շատ հաճախ իրենք օգտագործել են մի քսուկ մաման կամ նորից տատիկը իր համար եւ մտածելով, որ դա չի խանգարի երեխային, սկսում են իրենց իսկ օգտագործած քսուկները կիրառել երեխաների դեպքում, որը որ ունենք հստակ օգտագործման եւ կիրառման ցուցումներ, որ կարող են պարզապես մինչեւ 3 տարեկան հակացուցում հանդիսանալ երեխայի դեպքում կամ մինչեւ 9 տարեկան եւ դրանով էլ ավելի վնասեն խնդիրների առաջացմանը, բերեն տարբեր ալերգիկ երևույթների ու նաեւ ատոպիկ դերմատիտների առաջացմանը։ Հետո էլ բացի հոգեբանական կպչուն վիճակից նաև արդեն ֆիզիոլոգիական խնդիրներ են առաջ գալիս։ Գոհար, մի փոքր երեխայի հետ խոսելու մասին խոսենք, կներեք բարի կրկնության համար, բայց պետք է արդյոք երեխային բացատրել, ինչ է իր հետ կատարվում, ինչու է նա այդ գործողությունը անում, այսպես բերել, սևեռել ուշադրությունը այդտեղ, որ երեխան կարողանա իր ներքին ռեսուրսներով աշխատել այդ խնդրի հետ, չէ՞, մենք չենք կողքից ազդել երեխայի վրա, երեխան ի վերջո ինքն էլ պետք է ինչ-որ ջանքեր գործադրի։ Ինչպես բացատրել, ինչ խոսել երեխայի հետ։ Տեսեք, կապ ունի երեխայի տարիքը։ Եթե մենք խոսում ենք օրինակ 8 եւ արդեն դեռահասության։ Եթե մենք խոսում ենք օրինակ 2, 3, 4, կարելի ասել մինչև 6 տարեկան երեխաների հետ, լավ կլինի, որ մենք պարզապես չխոսենք դրա մասին, այլ շեղենք իր ուշադրությունը նման գործողությունը կատարելիս, որովհետև երբ մենք այդ գործողությանը հավելյալ ուշադրություն տանք, ապա ինքը բնականաբար այսպես թե այնպես կենտրոնանալու է այդ գործողության վրա։ Բայց հետագայում օրինակ արդեն 8 տարեկանից հետո, երբ երեխան դա անընդհատ անում է, նախ շատ կարևոր է գրագետ արձագանքենք, այսինքն չնախատենք երեխային, չպատժենք, այս հարցը ընտանիքով չքննարկենք կամ այլ մարդկանց մոտ չքննարկենք եւ քննադատենք երեխային եւ եթե մենք երեխայի հետ ունենք այդ վստահությունը եւ կարող ենք իր հետ խոսել, որ այ դու այսպիսի բան ես անում ու դա շարունակ քեզ անհանգստացնում է, արի փորձենք հասկանալ ինչն է պատճառը, որովհետեւ դա նորմալ չի, երբ քեզ անընդհատ դա այդ գործողությունը անհանգստություն է պատճառում։ Արի անցնենք որոշակի հետազոտություններ։ Բնականաբար առաջին հետազոտությունները դրանք ֆիզիոլոգիական հետազոտություններն են, այսինքն մենք պիտի նախ եւ առաջ հասկանանք ֆիզիոլոգիական խնդիրներ կան երեխայի մարմնում, որը որ իրեն անհանգստացնում է։
այդպես բացատրենք, հա, որ հետազոտությունները դրա համար են։ Երբ որ հետազոտությունները անցնի, երեխան եւ ֆիզիոլոգիական ոչ մի խնդիր չլինի, չնայած կարող է նաեւ լինել։ Կարող է լինել եւ ճիճվագրությունը, եւ նաեւ նշեմ որոշ ֆիզիոլոգիական, հա, գործոններ, որոնք որ լինում են, չնայած տարբեր արդեն նշվեց։ Այս նշվածները բավական տարածված են։ Ահա, բայց կուզեի շեշտել նաև ճիճվագրությունը, որովհետև այդ երևույթի հետ բախվում եմ ես հաճախ եւ ուղղորդման դեպքում հենց բարձում է, որ երեխան ճիճվագրության հետևանքով է զբաղվում օնանիզմով։ Եթե այս բոլորը մենք բարձեցինք, ֆիզիոլոգիական ոչ մի խնդիր չկա, ապա բնականաբար կարիքը կլինի, որպեսզի երեխան հոգեբանական աջակցություն ստանա, այսինքն մի հատ հոգեբանը փորձի հասկանալ ինչ խնդիրներ են անհանգստացնում երեխային։ Միգուցե արդեն ավելի մեծ տարիքում երեխան իր անհանգստությունը պարպում սովորել է, սովորություն է դարձրել, այսինքն արդեն դարձել է դա վնասակար սովորություն որպես, եւ երեխան չի կարողանում դրանից հրաժարվի ինքնակամ տարբերակով, հոգեբանը կօգնի նման իրավիճակում հասկանալ ինչն է իրեն այդպես անհանգստացնում։ Միգուցե դպրոցում բուլինգի է ենթարկվում երեխան։ Այո, սթրեսային ցանկացած վիճակ։ Միգուցե մեծ տարիքում արդեն խնդիրները մի փոքր այլ բնույթ կարող են ունենալ եւ հնարավոր աղբյուրները բացահայտելու դեպքում եւ երեխային սովորեցնելու թե ինչպես կարող է ինքը այլ տարբերակներով ինքնակարգավորվել, այսինքն հանգստացման տեխնիկաներ սովորեցնել, երբեմն վաղ տարիքից ոչ մի երեխայի չեն սովորեցնում, հա, դու ինչպես կարող ես հանգստանալ, այ քեզ ինչն է հանգստացնում, օրինակ երբ բարկացած ես կամ ինչը կխաղաղեցնի եւ կհանդարտեցնի քեզ, բացի դրանից, օրինակ։ Եվ երբ սկսում ենք սովորեցնել այլ ինքնակարգավորման տարբերակներ, բնականաբար նման դեպքում երեխան արդեն կսկսի փոքր քայլերով այլ տարբերակով ինքնակարգավորվել։ Եվ վերջին հարցն ուղեմ, իսկ որ տարիքից եւ մոտավոր, եթե կարող ենք հաճախականություններ նշել, շատ շնորհակալ կլինեմ, որպես ուղղորդում մեզ լսող ծնողներին, որ տարիքից երեխային հանգիստ թողնել իր իսկ ձեռնաշարժությամբ, այսինքն ընկալել, որ դա կա նրա կյանքում եւ նա արդեն շատ փոքր երեխա չէ, մոտենում է դեպի չափահասություն եւ այսպես ուղակի միգուցե խորհուրդ տալ դա չանել հանրային վայրերում կամ հիգիենիկ ինչ որ նորմեր պահպանել կամ օտար առարկաներով չանել դա, որ տարիքն է, երբ մենք արդեն կամած պետք է մարդուն թողնենք իր իսկ մարմնի հետ։ Լավ կլինի, որ արդեն դեռահասության շրջանում մենք շատ չսկսենք փորփրել, հա, եւ անընդհատ անհանգստացնել դեռահասին այդ հարցերի շուրջ։ Իհարկե, երբ կպչուն գործողության վերածված չէ եւ դեռահասը դա օրինակ չի անում դասապրոցեսի ընթացքում։ Այսինքն նորմալ կենցաղ է վարում, ուղղակի մենք գիտենք, որ դա կա իր կյանքում, երևի այս դեպքում արդեն պետք է մի փոքր մի կողմ քաշվել, հա։ Այո, լավ կլինի, որ մենք շատ չմիջամտենք, չէ՞ որ բոլոր մեծահասակներն էլ իրենք եւս անցել են կյանքի որոշ սեռահասնացման շրջան եւ իրենք դեպ մեծահասակների մեծ մասն էլ պահպանում է, այսինքն դա կա իրենց կյանքում որպես երևույթ, թե ինչ հաճախականությամբ արդեն ամեն մեկի մոտ տարբեր է։ Դուք ինչ կասեք, որ տարիքից էսպես արդեն հանգիստ թողնել սեռահասունացիան շրջանից սկսված, այո, պուբերտատից սկսած, այստեղ առհասարակ մեծահասակի դեպքում էլ, քանի որ իրենք չունեն ճիշտ եւ բավարար կրթություն այս թեմայի մասին, կարծում եմ, որ ավելի շատ իրանք մտածում են, որ դա խնդիր է, սխալ է եւ այլն, եւ բնականաբար ուզում են, որ իրենց հաջորդ սերունդը էլ ավելի լավը լինի, դրա համար իրենց մոտ խնդիր է եղել, հիմա փորձում են, այո, մեծերին արդեն իրենց հաջորդ սերունդին այնպես դաստիարակել, որ այդ ամեն ինչից խուսափեն եւ այլն, բայց այստեղ ելի եմ ասում, որ ինքնակրթվելը դա ճիշտ է եւ պետք չի ինքնակնդատությամբ զբաղվել, այլ ինֆորմացիային ճիշտ տիրապետելուց արդեն ցանկացած տարիքի հետ հնարավոր կլինի աշխատել։
Շատ կարևոր է նաև մասնագետի արձագանք, օրինակ նույն մանկապարտեզներում, դպրոցներում, թե ինչպես է դա մատուցվում ծնողին, երբեմն հաճախ են հնչում հարցեր, երբ որ մաման գալիս է ու այսպես մանկապարտեզից երեխային վերցրած անմիջապես դիմում է բժիշկի ու ասում է, այսպեսի խնդիր մենք ունենք, այս պարագայում կարևոր է, որ նաև ճիշտ ձևով ներկայացվի եւ առհասարակ ցանկացած խնդրի լուծում ուղղակի պետք է ժամանակին ու ճիշտ մասնագետի դիմեն, ստանան լիարժեք, հետազոտվել լիարժեք ու համապատասխան բուժում ստանան։ Շնորհակալություն, շատ հագեցած էր եւ հետաքրքիր, հետեւեք ահա adekvat լավ գրագետ մասնագետներին սոցցանցերում մանկական գինեկոլոգ Լիանա Քոչարյան եւ երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոնի մանկական հոգեբան Գոհար Բարխուդարյան։ Այսքանը մանկական օնանիզմի մասին այսօր իհարկե։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։